Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք պատմաբան քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Զոլյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ալիևը փափուկ կերպով կարծես թե խաղաղ պայմանագրի չստորագրման մեղքը գցում է Հայաստանի վրա եւ ասում է, որ գնդակը Հայաստանի դաշտում է, հորդորում է Հայաստանի ժամանակ չկորցնել եւ արդեն այսպիսի ուղիղ երևի սպառնալիք կարող են գնահատել, գնահատականը թողնում եմ ձեզ, նա ասում է, քանի տարածքային պահանջները վերացված չեն, նկատի ունենալով սահմանադրությունը, ըստ երևույթին, որ սահմանադրության մեջ փոփոխություն է պահանջում եւ համարում է, որ այս տեսքով սահմանադրության մեջ կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ եւ այսպես ձևակերպումը Ալիևի, քանի տարածքային պահանջները վերացված չեն, առճակատման վտանգը միշտ կլինի։ Ես այստեղ մեջ բերեմ նաև Էրդողանի խորհրդականի խոսքը, այսպես ավելի ուժեղացնում է Ալիևը իր այդ ալիքը ճնշման, Էրդողանի խորհրդականն էլ ասում է Երևանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումը կապված է Հայաստանի կողմից Ադրբեջանի պայմանների կատարման հետ։ Եվ այսպես գտնում եք արդյոք, որ Ալիևը սաստկացնում է վիճակը, ավելի սաստիկ է դարձնում, ավելի ուղիղ է սպառնում, թե սա ստանդարտ իր ճնշման ձեռագիրն է։ Դե եթե նայենք ամբողջ ելույթը, ես կասեի, որ սա ոչ թե սաստկացնում է ճնշումը կամ հռետորաբանությունը ոչ թե ավելի սրվում է, այլ ընդհակառակը ավելի չասենք չափավոր, բայց այսպես ավելի սովորական իր հռետորաբանությանն է վերադառնում, որովհետև այն ինչ ասվել է, հա, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի, պետք է դրանցից հրաժարվի եւ այլն, դա վաղուց է ասվել, ինչ վերաբերում է Թուրքիային, այդտեղ էլ, այսինքն այդտեղ նորություն չկա, այսինքն Թուրքիան միշտ էլ հայտարարել է, որ Հայաստանի հետ ինչ որ վճռական քայլեր չեն լինի, քանի դեռ Ադրբեջանը, պես ասած, համարում է, որ Հայաստանի հետ չլուծված խնդիրներ ունի, հա, այնպես որ ես իմաստով էլ ես նորություն չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ համեմատած նրա հետ, թե ինչ կարող էր լինել եւ ինչպիսի հայտարարություններ ավելի շուտ էին լսում, սա համեմատաբար ինքը չի կարող ասել կոնստրուկտիվ հայտարարություն է, բայց գոնե այնպես սրման ուղված հայտարարություն չի։ Պարզ է, որ իհարկե արտահայտում է այն աշխարհայացքը կամ այն ընկալումը իրողությունների, որը կա Ադրբեջանում, եւ դժվար է սպասել, որ շատ արագ կարող է ինչ-որ բան փոխվել այնտեղ, որտեղ դրանք մոտիվացիա չունեն, հա, ասենք նրանք, այսպես ասած, ավելի նպաստավոր աշխարհաքաղաքական վիճակում են եւ կարող են իրենց թույլ տալ սպասել, ու ամենայն հավանականությամբ ինձ թվում է հենց այդպես էլ կլինի, այսինքն այս հայտարարությունը իրականում ես նաև եթե նայենք ուրիշ հատվածներ այդ հայտարարության, հա, որ նա ասում է, որ միանգամից չի կարելի, հա, հնարավոր չի միանգամից շուտ բարեկամանալ կամ տնտեսական ինտեգրման մասին շուտ է խոսել եւ այլն, բայց առնվազն գոնե այդ հարցը դրվում է, հա, այսինքն հարցը ոչ թե դրվում է այնպես, որ վաղը միսօրը պատերազմ կսկսվի, այլ հարցը դրվում է այնպես, որ առայժմ շուտ է խոսել տնտեսական ինտեգրման մասին, բայց այսինքն հենց ինքը տնտեսական ինտեգրումը ինքը ինչ որ բացառվող երևույթ չի, հա, ինքը ինչ որ մի բան է, որը վաղ թե ուշ տեղի կունենա, ուղղակի հիմա դեռևս կողմերը պատրաստ չեն եւ դա ես կարծում եմ, որ այն իրավիճակում, որը մենք այսօր ունենք, դրանից ավելի լավ բան դժվար է սպասել, հա, ոչ թե որտեվ դա լավ բան է, այլ ուղղակի ավելի վատ բաներ կարելի է սպասել Ալիևից։ Իսկ սա համեմատաբար չեզոք ելույթ է եւ կարծում եմ սա պետք է այնպես մեկնաբանել, որ ամենայն հավանականությամբ Ադրբեջանը չի պատրաստվում էսկալացիայի, բայց նաեւ չի պատրաստվում պայմանագիրը ստորագրել։ Շատերը գնահատում են իրավիճակը հայ-ադրբեջանական այս հռետորաբանության փոխադարձ եւ պահանջների, որ Հայաստանը գտնվում է ծուղակի մեջ եւ ելքեր են փնտրում։ Դուք համարում եք արդյոք, որ ծուղակային է վիճակը, թե ձգձգում է, ոմանք էլ ասում են Ալիևը ձգձգում է, քանի որ Փաշինյանը վաղուց է այո ասել եւ սահմանադրության փոփոխությանը, քանի որ ասում է 26-ին կամ 27-ին փոխելու է սահմանադրությունը, քանի որ Փաշինյանը եւս ասել է, որ Մինսկի խումբը այո կարող է լուծարվել իհարկե պայմանագիրը կնքելուց հետո, այսինքն Փաշինյանը որոշակի այո ասել է, բայց գտնվում է ծուղակի մեջ եւ լուծում է պահանջվում։ Կարելի է այդպես ձևակերպել, եթե այո, ինչպես եք տեսնում լուծումը։
Դե ես կարծում եմ մենք ծուղակում վաղուց էին գտնվում, ինչ-որ մեկը կարող է ասել 94 թվականից, ինչ-որ մեկը կարող է ասել 98 թվականից, ինչ-որ մեկը կարող է ասել, չգիտեմ, ավելի ուշ շրջանից, բայց մեծ հաշվով Հայաստանը այդ ծուղակում հայտնվել էր շատ վաղուց, որովհետև հակամարտության այն տրամաբանությունը, որ առնվազն 90-ականների վերջերից գործում էր, Հայաստանին տանում էր դեպի գործարում եւ ըստ էության 18 թվականի, 20 թվականի 20 թվականի, 22 թվականի, 23 թվականի իրադարձությունները դրանց արդյունք էին։ Հիմա այն իրավիճակը, որ այսօր ես տեսնում եմ, սա այդ ծուղակի հետևանքն է, բայց ինքնին դինամիկան ես տեսնում եմ այստեղ չեմ տեսնում, որ ամեն ինչ գնում է դեպի էսկալացիա։ Ես ընդհակառակը տեսնում եմ, որ կա որոշակի դրական չասենք, բայց դեպի խաղաղություն ուղղված որոշակի դինամիկա, այսինքն կոնֆլիկտը մեծ հաշվով ավարտվել է, ցավոք սրտի ավարտվել է մեզ համար ոչ նպաստավոր ձևով, բայց ավարտվել է եւ կողմերին պետք է ժամանակ, որպեսզի նրանք ընդունեն այդ հանգամանքը, հա, որտեղ խաղաղությունը ինքը բավական բարդ է ընդունել, հա, թվում է թե խաղաղությունը լավ բան է, ինչու պետք է մարդիկ դժվարություն ունենան, բայց հոգեբանորեն շատ դժվար է ընդունել խաղաղությունը, եթե դու 40 տարի պատերազմի մեջ ես գտնվել, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը առնվազն 1988 թվականից գտնվել են պատերազմի տրամաբանության մեջ, իրենց ամբողջ ինքնությունը կառուցվել է պատերազմի տրամաբանության վրա, հայերը ադրբեջանցիները հայերին ընկալել են որպես թշնամի եւ իրենց, այդպես ասած, կյանքի իմաստը տեսել են այդ պայքարը տանելու մեջ եւ նույնիսկ երբ որ այդ պատերազմը ավարտվում է, տարիներ են պետք, որպեսզի տրամաբանությունից դուրս գան եւ ես կարծում եմ, որ հայկական կողմը հայկական, այսպես ասած, քաղաքական վերնախավը ստիպված եղավ այդ տրամաբանությունից դուրս գալ, որովհետեւ ուղղակի ռեսուրսներ չկան այդ կոնֆլիկտը շարունակելու, հա, որովհետեւ պարզվեց, որ մեր այն դաշնակիցը, որին մենք կարծում էինք, որ նա մեր անվտանգության երաշխավորն է եւ այլն, պարզվեց, որ համագործակցում է հակառակորդի հետ եւ այդ կոնֆլիկտի շարունակումը պարզապես մեզ համար կլիներ կործանարար, բայց հայկական հասարակությունը դեռ չի ընդունել դա, հա, հայկական հասարակության մի շատ զգալի մասը շարունակում է ապրել այդ կոնֆլիկտի տրամաբանության մեջ, շարունակում է ինչ-որ իլյուզիաների մեջ ապրել, շարունակում է ինչ-որ անհիմն հույսեր ունենալ, որոնք են այդ իլյուզիաները, հույսերը։ Դե որ մենք չգիտեմ, ինչ-որ կզինվենք, հետ կբերենք ինչ-որ տարածքներ եւ այլն, որ ուրեմն Ռուսաստանի հետ պետք է ուղղակի լեզու գտնել եւ ընդհանրապես պետք է, չգիտեմ, Պուտինի հետ խոսակցություն ունենալ, պետք է մեր կառավարությանը փոխել եւ այդ ժամանակ նոր մարդիկ կգան, որոնք ամեն ինչ կանեն, կամ պետք է Ռուսաստանի փոխարեն գտնել ինչ-որ ուրիշ, այսպես ասած, հզոր դաշնակից, հա, դա կարող է ինչ-որ մեկի համար լինել Եվրոպան, մյուսի համար ԱՄՆ-ն, երրորդի համար, չգիտեմ, Հնդկաստանը, այսինքն այդ նույն կոնֆլիկտի տրամաբանության մեջ փորձում են ինչ-որ ելքեր գտնել, բայց դա եւս ծուղակ է։ Դա ես կարծում եմ, դա փակուղի է, որ այս կոնֆլիկտում մենք որևէ բան ցավոք սրտի կամ բարեբախտաբար արդեն այս կոնֆլիկտում մենք նոր բան չենք կարող ստանալ։ Ընդհանրապես մենք կարող ենք ուղղակի կորցնել այն ինչ ունենք։ Արցախահայությունը իսկ Ադրբեջանը կներեք ավարտեմ, Ադրբեջանի համար մի քիչ այլ է իրավիճակը, որտեղ Ադրբեջանը իրեն հաղթող է համարում, չնայած ես կարծում եմ երկարաժամկետ առումով այն ինչ որ եղավ Ադրբեջանի համար ամենևին լավ չի, բայց պարզ է, այս պահին նրանք իրենց հաղթող են համարում եւ մտածում են, որ գուցե կարելի է ինչ որ բան փոկել, հա, դրա համար իրանց համար էլ հոգեբանորեն դժվար է ընդունել, որ կոնֆլիկտը ավարտվել է, բայց ուրիշ պատճառներով, հա, այն պատճառով, որ նրանք տասնամյակներով իրենց, պես ասած, համարել են ուժված կողմ, իրենց զոհ են համարել, հա, եւ ճիշտ է, այս 20 թվականին եւ հետագա տարիներին ինչ որ իրենց կարծիքով հաղթանակ տարան, բայց միևնույն է նրանք շարունակում են իրենց այդ զոհի բարդույթը ունենալ, շարունակում են համարել, որ իրանց հետ անարդար են վարվել, շարունակում են վախենալ Հայաստանից, շարունակում են մտածել, որ Հայաստանը մի օր կարող է ուրեմն իրանցից վրեժ լուծել եւ այլն, եւ դրա համար մտածում եմ, որ գուցե պետք է օգտագործել այս իրավիճակը, ասած մինչեւ վերջ ճնշել Հայաստանին, բայց այս էլ իրացիոնալ մտքեր են, այս էլ էլի հոգեբանական այդ նույն հետևանքն է պատերազմի, որտեղ պատերազմը խեղում է մարդկանց հոգեբանությունը եւ այսօր եւ Հայաստանում եւ Ադրբեջանում շատ քիչ են մարդիկում այս հոգեբանական ասած այդ պատկերը խեղված չի պատերազմի վերաբերել, բոլորս էլ պարզ է այդ պատերազմի հետևանքները մեր վրա կրել ենք։ Դրա համար ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարության այսօրվա գործողությունները ոչ այնքան ինչ-որ ռացիոնալ հաշվարկի արդյունք են, ուղղակի այդ հոգեբանական այդ իրավիճակի մեջ են, որ մի կողմից կոնֆլիկտը սպառվել է, մյուս կողմից շատ դժվար է ընդունել, որ կոնֆլիկտը սպառվել է եւ շատ դժվար է
անցնել պատերազմի տրամաբանությունից խաղաղության տրամաբանություն։ Դրա համար ես կարծում եմ, որ Ալիևը ինչ որտեղ մեսիջ է ուղարկում, ասում է, որ եկեք դեռ մենք սպասենք, այո, պատերազմ չի լինի, բայց եկեք նաև ինչ-որ բան չստորագրենք, եկեք դեռ շուտ է խոսալ ինչ-որ տարածաշրջանային ինտեգրման մասին, բայց ամեն դեպքում նաև ես նրա այդ մեսիջի մեջ պատերազմի սպառնալիք չեմ տեսնում։ Արցախից տեղահանված հայերը ասում են, այո, Հայաստան դու հայ-ադրբեջանական, Ադրբեջանի հետ քո հարաբերությունները ոնց որ թե կարգավորում ես, ինչ որ լուծումներ ես փնտրում, բանակցություններ ես վարում, իսկ Արցախի հայության շահերը, Արցախի խնդիրը չեմ ասում, այ հիմա հարց պետք է տամ, Արցախի հայության սոցիալական հարցերը այլ հարցեր, թե ամբողջ Արցախի հարցը մնում է ուրեմն քննարկումից դուրս։ Նրանք մտավախություն ունեն, որ իրենք անտեսված են լինում։ Հիմա իմ հարցն է, այն այսօր ինչ մենք տեսնում ենք Արցախահայությունը ձայն է բարձրացնում եւ պահանջում է ուշադրություն իր խնդիրների նկատմամբ։ Ձեր ընկալումը Արցախահայությունը ասում է իմ սոցիալական հարցերը ես տեղափոխվել եմ ABC հարցեր դեռ չեն լուծվել, թե ընդհանուր ասում են Արցախի հարցը դուք ինչու եք փակել կամ փակում։ Հա, ես շատ լավ հարց է, ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, որովհետև ես կարծում եմ ոչ ոք չգիտի, որովհետև ես տպավորություն ունեմ, որ հենց իրենք արցախցիները չեն որոշել, թե նրանց որ ճանապարհն է պետք, հա, որովհետև երկու ճանապարհ կա։ Մի ճանապարհը նա է, որ դու ասում ես ոչ, այս մենք դեռ վերադառնալու ենք եւ այդ պարագայում նշանակում է նրանք չպետք է ինտեգրվեն հայկական հասարակության մեջ, ընդհակառակը պետքա պատրաստվեն վերադարձի։ Եվ սա ենթադրում է մի քաղաքականություն։ Մյուս մոտեցումը նա է, որ դուք ընդունում եք իրականությունը, ասում եք այո, ցավոք սրտի, մենք կորցրել ենք մեր տունը եւ պետք է նոր կյանք սկսենք արդեն որպես Հայաստանի քաղաքացի, արդեն Հայաստանում ինտեգրվենք հայ հասարակության մեջ։ Այս ճանապարհներից յուրաքանչյուրը ենթադրում է տարբեր քայլեր։ Եվ հիմա ես տպավորություն ունեմ, որ այդ հստակությունը չկա, թե նրանք որ ճանապարհն են ցանկանում։ Ես կարծում եմ դա կապված է նրա հետ, որ ի վերջո արցախցիներն էլ դա միասեր զանգված չի, այն դա շատ տարբեր մարդիկ կան մարդիկ, ովքեր ուղղակի իրենց սոցիալական խնդիրներն են ուզում լուծել, կան մարդիկ, ում սոցիալական խնդիրները լուծված են ու շատ վաղուց են լուծված ու ավելի լավ են լուծված, քան Հայաստանի բնակչության 90%-ի խնդիրները, բայց նրանք քաղաքական հայտ են ներկայացնում։ Եվ կան մարդիկ, ովքեր իրոք հոգեբանական ծանր վիճակում են գտնվում եւ նրանք դժվարանում են հենց իրենց համար նույնիսկ այդ հարցի պատասխանը տալ, թե իրենց ինչն է պետք, հա։ Եվ այստեղ ես կարծում եմ իհարկե շատ լուրջ երկխոսություն է պետք, կառավարությունը չպիտի փորձի ինչ-որ բյուրոկրատական տրամաբանության մեջ պատասխանի, մինչև հիմա ես այն պատասխանները, որ լսել եմ կառավարության կողմից, ավելի շատ բյուրոկրատական տրամաբանության մեջ են։ Չէ, պետք է մարդկանց հետ խոսել, ուղիղ խոսել առանց միջնորդների, որտեղ կան մարդիկ, ովքեր հիմա արցախցիների այդ արդար պահանջները փորձում են վերածել քաղաքական օրակարգի եւ ես ասած դա հիմք դարձնել ինչ-որ շարժումների համար Հայաստանում իրավիճակը անկայունացնելու համար եւ այդ մարդկանց պետքա փորձել հնարավորինս չեզոքացնել եւ ուղիղ խոսել արցախցիների հետ, հասկանալ թե որոնք են մարդկանց պահանջները, որոնք են խնդիրները, որովհետեւ դա էլ է, ասենք կարող է կառավարությունը մի որոշում ընդունում եւ թղթի վրա այդ ամեն ինչը շատ լավ է հնչում, բայց իրական, հա, գործնականում դա չի իրականացվում, որովհետեւ օրինակ միջին օղակը կամ պետական ինչ-որ մարմինները վատ են աշխատում, հա, այսինքն դա էլ կա։ Միևնույն ժամանակ կարծում եմ իհարկե այստեղ ես կարծում եմ արցախցի մտավորականությունը, արցախցի ակտիվիստները, այն մարդիկ, ովքեր հավակնում են, հա, արցախցիների անունից խոսելու, նրանք եւս պետք է առերեսվեն իրականության հետ եւ հենց իրենց ներսում շատ լուրջ խոսակցություն ունենան, որպեսզի հա էլի անպատասխանատվություն տեղի չունենա այդ մարդկանց հանդեպ, հա, նորից առաջադրվեն պահանջներ, որոնք անիրատեսական են, որի հետևանքով մարդիկ են տուժում, հա, որտեվ հիմա այդ շատ է քննարկվում, թե այս կառավարությունը ինչ արեց, ինչ չարեց եւ այլն։ Ես ուզում եմ հիշել 2016 թվականը, ապրիլյան պատերազմից հետո, այդ պատմությունը, որ մենք բոլորս լսել ենք շատ տարբեր մարդկանցից, հա, երբ որ Սերժ Սարգսյանը 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո գնաց Արցախ եւ այնտեղ հանդիպումներ ունեցավ եւ Արցախի այդ ժամանակվա կառավարող վերնախավին փորձում էր համոզել, որ անհրաժեշտ են զիջումներ եւ նրան ըստ էության ոչ
հասեցին եւ այդ զիջումները տեղի չունեցան։ Հա, այդ էլ Նիկոլ Փաշինյանը չի, որ ասենք դա Փաշինյանի պատճառով էր։ Եվ ես կարծում եմ ընդհանրապես Արցախի քաղաքական վերնախավը, այն մարդիկ, ովքեր այն ժամանակ ինչ որ պաշտոններ էին զբաղեցնում, հիմա պետք է իրենց տեղը զիջեն եւ չփորձեն հանդես գալ արցախցիների անունից եւ իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը այն որոշումների, որոնք բերեցին այս իրավիճակին եւ իրենց տեղը զիջեն այն մարդկանց, ովքեր իրոք գիտեն արցախցիների իրական խնդիրները, իրական հոգսերը եւ իրատեսական տարբերակներ են առաջարկում այդ հոգսերին հա արձագանքելու, այլ ոչ թե ինչ որ այտենց հայրենասիրական հայտարարություններ անում, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Այսինքն կարելի է ասել, որ այո, կան սոցիալական հարցեր, որոնք լուծման կարիք ունեն եւ այո, Արցախից տեղահանված հայությունը ուշադրության եւ հոգացության կարիք ունի, բայց կարող են այդ հարցերը խորտակվել քաղաքական շահարկումների մեջ եւ չլուծվի եւ տուժի այդ արցախցին, ով իսկապես արդար խնդիր ունի, որը հնարավոր է լուծել, տեսեք, ասում եք ոչ բյուրոկրատական կամ անգամ եթե բյուրոկրատական, բայց լուծում ստանա, բայց կխեղդվի, ես հարցնում եմ, այդպես է իրավիճակը, վտանգ կա, որ այդ իսկապես խնդիրը խեղդվի քաղաքական շահարկման մեջ եւ չլուծվի եւ մարդիկ չհավատան արդեն եւ այդ որ կա այսպիսի խնդիր եւ այդ պարակտում է համարյա թե մտցվում արցախցի եւ երևանցի, նո հայաստանցի, բայց ավելի շատ երևանցի են ասում։ Այսպիսի վտանգ դուք զգում եք եւ ինչ պետք է անի հասարակությունը, եթե դա դուք համարում եք, որ այդպիսի բան գոյություն ունի, վտանգ։ Դե կա այդ վտանգը, ես կարծում եմ, որ եւ այդ պարակտումը վաղուց կա եւ նա եղել է առնվազն 90-ականների վերջից եւ ավելի շուտ, բայց նաեւ ես չեմ կարծում, որ մի քիչ չափազանցված է այդ վտանգը եւ այդ պարակտումը, որտեւ անձնական հարաբերություններում շատ ես չգիտեմ դեպքեր երևի չեմ ճանաչում, որ մարդիկ, ասենք, անձնական հարաբերություններում դա արտահայտվի, այսինքն դա ավելի շատ քաղաքական ինչ-որ բանավեճերի մեջ, հա, չգիտեմ, Facebook-ում իրար մեղադրելու մեջ, հա, գուցե ինչ-որ այտենց, ասենք, խոհանոցային խոսակցությունների մեջ է արտահայտվում, բայց ես չեմ տեսել, որ դա դառնա լուրջ խնդիր, հա, դա կարող է դառնալ լուրջ խնդիր, եթե խորանան այս միտումները, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեր հասարակությունը բավականաչափ առողջ է, որպեսզի թույլ չտա, որ դա դառնա լուրջ խնդիր։ Չնայած անցյալում իհարկե մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ օրինակ 90-ականների սկզբին բազմաթիվ փախստականներ եկան Հայաստան եւ չկարողացան ինտեգրվել եւ հեռացան, ու դա երկու կողմերի հետ էր կապված, հա, եւ ասած հայաստանցիների եւ ժամանակ հիմնականում Ադրբեջանից եկած փախստականներն էին եւ երկու կողմերն էլ ինչ որ չափով պատրաստ չեղան այդ ամեն ինչին, բայց ամեն դեպքում ես հույս ունեմ, որ մենք դասեր ենք սովորել դրանից եւ հիմա արդեն դա չի կրկնվի։ Այո, եղել են սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, նույն սիրահայերը եւս տեղափոխվել են Հայաստան, չգիտեմ որքանով է պատեհ համեմատությունը ցանկացած Ռուսաստանից տեղափոխված այստեղ հայերը չկարողացան էլի ապրել, տեղափոխվեցին այլ տեղեր։ Այսինքն պետք է հասարակությունները, այո, կարողանան իրար հետ համերաշխ ապրել։ Դե ոմանք չկարողացան, ոմանք կարողացան, օրինակ նույն կամ դասավորվել, ռուսաստանցիներին վերցնենք, ովքեր եկան էլի փախստական էին ըստ էության, որովհետև հա մի մասը ուղղակի զուտ ասենք աշխատանքի բերումով տեղափոխվեց, մի մասը տեղափոխվեց, որովհետև կամ իրենց ձերբակալություններ սպառնում, ասենք քաղաքական ակտիվիստներ էին, կամ ասենք տղամարդիկ պետք է բանակ զորակոչվեին, իրենք չէին ուզում գնային ինչ որ անարդար պատերազմում մեռնեին, հա, այսինքն էլի կարելի ասել փախստականներ են եւ նրանք եկան Հայաստան, իհարկե էլի զգալի մասը գնաց, բայց մի մասն էլ հարմարվեց ու ապրում է։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանը պետքա բաց լինի փախստականների առջև ոչ միայն էթնիկ ծագումով հայերի, հա, բարձ առաջին հերթին հենց հայերի առջև, որտեղ մենք նաև բազմաթիվ համայնքներ ունենք տարբեր երկրներում եւ չգիտենք այնտեղ օրինակ վաղը մյուսօրը եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօրվա գործընթացները շարունակվեն, գուցե այնտեղ քաղաքացիական պատերազմ սկսվի եւ մեր հայրենակիցները ԱՄՆ-ից տեղափոխվեն Հայաստան եւ այդտեղ էլ ինտեգրման խնդիրը առաջանալու, հա, ընդհանրապես մենք պետք է ավելի բաց լինենք եւ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը, եթե մենք ուզում ենք ժողովրդագրական ինչ-որ հարցեր լուծել եւ այլն, սա երբեք ծնելիության հաշվին չի լինելու, ինչքան հասարակությունը զարգանում է, այդքան ծնելիությունը ընկնում է։ Եթե մենք չենք ուզում քարե դարում ապրենք, մենք բարձա չենք ունենալու, ասենք 7, 8, 15 երեխա։
ընտանիքներում, հա, եթե մենք ուզում ենք լինել քաղաքակիրթ երկիր, բայց միևնույն ժամանակ ժողովրդագրական աճ ունենալ, այդ ժողովրդագրական աճը լինելու է նրա հաշվին, որ մեզ մոտ գալու են եւ մեզ մոտ գալու են առաջին հերթին մեր հայրենակիցները ուրիշ երկրներից, որտեղ խնդիր կա, ինչպես նաև գալու են մարդիկ, ովքեր քաղաքական հետապնդումներից են Եվ որոնք կարող են հայերեն վատ խոսել օրինակ։ Դե կարող են հայերեն վատ խոսել։ Դե այդպես ուրիշ բաներ կա, իդեպ Հայաստանում, հենց արցախցիների հետ կապված երևի դա էլ ինչ որ դեր է խաղում, օրինակ մեզ մոտ բարբարների հանդեպ կա այսպես ինչ-որ վատ վերաբերմունք, հա, որ այսինքն մարդը եթե գրական լեզվով չի խոսում, այլ բարբարով է խոսում, մի տեսակ վերևից են այդ մարդուն։ Ոչ միայն բարբարոց, Լիբանանից տեղափոխվածներին եւս երեխաները դպրոցում։ Դե նրանք էլ ուղղակի դա հայերեն է, անդամ դա գրական հայերեն է, արևմտահայերեն։ Խոսքով ընդունող։ Ուրիշ բան էլ ասեմ, օրինակ չեմ համշենահայերի հետ կապված, հա, մուսուլման համշենահայեր կան Թուրքիայում, ովքեր հիմա շատերը ուզում են վերադառնալ իրենց ինքնությունը որպես հայ, բայց միևնույն ժամանակ ինչի պետք է իրենք իրենց կրոնը փոխեն, դա էլ է, էլի, ասենք վերցրել ենք չգիտեմ որտեղից, որ հայը պետք է լինի պարտադիր քրիստոնյա, այն էլ առաքելական քրիստոնյա։ Հայերը եղել են 1000 տարի հեթանոս, ու վաղը մսուրը կարող է քրիստոնեությունը վերանա, հայերը էլի կմնան, հա, այսինքն դա էլ չպետք է բան անենք։ Մենք պետք է հնարավորինս բաց լինենք։ Եթե համշենահայը գալիս է Հայաստան ու ուզում է ապրի, բայց ասենք իրեն մզկիթ է պետք, որ գնա այդ մզկիթում աղոթի։ Պատրաստ է մեր հասարակությունը նրան, որ ասենք համշենահայերը մզկիթ կառուցեն Երևանի կենտրոնում։ Ես անձամբ պատրաստ եմ, բայց ես կարծում եմ, ինչ-որ մարդիկ կգտնվեն, ովքեր պատրաստ չեն լինի։ Դրա համար ընդհանրապես պետք է ավելի բաց լինենք, ավելի հանդուրժող լինենք տարբերությունների հանդեպ։ Ու սա բոլորին է վերաբերում, միայն կառավարությանը չի կամ ընդդիմությանը չի վերաբերում, սա մեր բոլորին է վերաբերում։ Եղավ երկու ձևակերպում, մեկ ձևակերպում եւ մեկ փաստ, Ալիևը նշել է Հայաստանի հետ վստահության կառուցման փոքրիկ քայլերի մասին, ասում է վստահության կառուցման փոքրիկ քայլեր, բայց ընկերություն անել պատրաստ չէ, ասում է մենք պատրաստ ենք լրագրողների փոխադարձ-այցերի, սահմանային կետերի հարցով եւ այլ եւ այլ։ Այս վստահության կառուցման փոքրիկ քայլերի մասին ասում է Ալիևը, որքանով ենք մենք հավատում նրան, որ իր երկրում ժողովուրդը կամ հենց ինքը վստահություն ունի Հայաստանի հանդեպ եւ հակառակը Հայաստանում բնակվողները որքանով են վստահում, որ այո, եթե խաղաղության պայմանագիրը իրականացվեց, հայերը եւ ադրբեջանցիները արդեն մարդկանց մակարդակով եմ ես ասում, ոչ պետական այրերի, իրար վստահում են եւ դե ասում են ընկերությունն անել պատրաստ չենք դեռ, բայց կգա մի պահ, երբ որ պատրաստ կլինենք եւ մենք եւ նրանք ընկերության եւ վստահության թե շատ խորն է վերքերը, շատ խորն է Հայաստանի անվստահությունը եւ Ադրբեջանի հակահայ քարոզչությունը։ Դե իհարկե վաղը եւ այդ կամ վաղ չմեսուրը մենք պատրաստ չենք լինի եւ այդ անվստահությունը կա եւ մեր մոտ եւ նրանց մոտ տարբեր ձևերով արտահայտվում, բայց դա կա եւ դա նորմալ է եւ այս իմաստով ես այստեղ էլ շատ դրական եմ գնահատում այդ միտումը, որը արկա է, որովհետեւ ըստ էության հայկական կողմն էլ է դա ասում, հա, Հայաստանն էլ ասում է եկեք, չգիտեմ, շարունակենք դեմարկացիայի մասին, հա, եւ դելիմիտացիայի դեմարկացիայի տրեքով, հա, ուրեմն բանակցությունները ուրիշ հարցերում, հա, այսինքն դա է ըստ էության ուրիշ բան չի մնում մեզ, հա, այսինքն կամ այս ճշնամանքը պետք է շարունակվի, որը վտանգավոր է երկու կողմերի համար էլ, կամ պետք է առաջի քայլը լինի, այսպես ասած, սառը խաղաղություն, հա, այսինքն ընդհանրապես կոպիտ ասած կա գրադացիա, հա, կա պատերազմ, կա սառը պատերազմ, հետո կա սառը խաղաղություն, հա, հիմա մենք սառը պատերազմից սառը խաղաղություն այդ անցման փուլում ենք, ինձ թվում է, հա, արդեն տաք պատերազմը ավարտվել է, կա վտանգ, որ կվերսկսվի, բայց այնքան էլ մեծ չի այդ վտանգը, ես կարծում եմ լայնամասշտաբ պատերազմի վտանգը փոքր է եւ որոշակի էսկալացիաների հավանականություն կա, բայց դա եւս փոքր է, եթե չլինեն ինչ-որ համաշխարհային կամ տարածաշրջանային շատ կատակլիզմներ, օրինակ չգիտեմ, եթե ԱՄՆ-ն հիմա սկսի գլոբալ մեծ պատերազմ Իրանի դեմ, շատ դժվար է ասել, թե ինչ հետևանքներ դա կունենա, բայց եթե մենք նայում ենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի դինամիկան, հա, այդ կոնֆլիկտի դինամիկան արդեն գնում է դեպի սառեցում, հա, գնում է դեպի կոնֆլիկտի ավարտ։ Սա չի նշանակում, հիմա չեմ ուզում ստացվի, որ ես համաձայնվում եմ Ալիևի հետ, հա, բայց ամեն դեպքում ինքը ինչ-որ իրականություն մոտեցող բաներ է սկսել ասել եւ դա դրական է, հա, որ իրոք, հա, մեջ դեռ տասնամյակներ գուցե կպահանջվի, որպեսզի
անձնական շփումները վերականգնվեն, տնտեսական ցույց տալու համար, որ ինքը կոնստրուկտիվ է, բայց ամեն դեպքում, ամեն դեպքում ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի բացակայությունը արդեն իսկ շատ դրական արդյունքներ կտա մեզ համար, թե իրենց համար ինչ արդյունք կտա ես չգիտեմ, քանի որ ես չեմ կարծում, որ այն քաղաքական համակարգը, որը Ադրբեջանում կա, համատեղելի է զարգացման հետ, համատեղելի է բարեկեցության հետ եւ այլն, հա, ամենայն հավանականությամբ կկրկնվի այն պատմությունը, որը շատ հաճախ մենք տեսել ենք, երբ որ երկու երկրներ պատերազմում են եւ մեկը պարտվում է, մյուսը իբր հաղթում է, բայց ասենք 40 տարի հետո այդ պարտված երկիրը շատ ավելի լավ է ապրում, քան այսպես կոչված հաղթած երկիրը։ Ես համոզված եմ, որ Հայաստան-Ադրբեջան այս զույգում այդ դինամիկան է կրկնվելու եւ մի քանի տասնամյակ հետո Հայաստանը շատ ավելի լավ տեղում է գտնվելու, քան Ադրբեջանը, բայց եթե Ադրբեջանը շարունակի իր զարգացումը այն ուղով, որով նա այսօր շարունակում է։ Բայց ամեն դեպքում մեզ դա չպիտի այսօր զբաղեցնի, հա, մեզ համար կարևոր է, որ մենք որպես Հայաստան ունենանք խաղաղություն, ունենանք խաղաղ զարգանալու հնարավորություն։ Արտգործնախարարը Հայաստանի Միրզոյանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանը այս մասնակցում են Թուրքիայի Անտալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովին, նրանք նախորդ համաժողովին եւս մասնակցել են։ Արդյոք սա տալիս է, ճիշտ է, ես մեջբերեցի Էրդողանի խորհրդականի խոսքը, որ մինչեւ Ադրբեջանի պահանջները չկատարեք, մեզ հետ հարաբերությունները չենք կարգավորի, բայց արդյոք այդ փոխադարձ այցելությունները արդեն ցույց են տալիս, որ մեղմացել է Թուրքիան փոխվում է Հայաստանի հանդեպ իր հարաբերությունները փորձում է կառուցել, թե այնուամենայնիվ այստեղ շատերը ասում են, ահա Թուրքիան թույլ չի տա Ալիևին հարձակվել, Թուրքիան լուրջ գործոն է թե ոչ, եւ այս այցերը, այս համաժողովներին մասնակցելը ինչի մասին է վկայում։ Դե ամեն դեպքում անկախ թե արդյունքը ինչ կլինի, ես կարծում եմ ճիշտ է նման համաժողովների մասնակցելը, ճիշտ է Թուրքիայի հետ բանակցելը, ճիշտ է ինչ որ քայլեր անելը, հա, որոնք Հայաստանից մեծ հաշվով ոչ մի բան չեն պահանջում, ասենք նրանից որ Միրզոյանը կամ Ռուբինյանը գնացին Անտալիա, դրանից մենք ոչ մի բան չենք կորցնում։ Հասարակությունը ինչպես է դրան վերաբերվում։ Դե հասարակությունը, գիտեք, հասարակությունը ցավոք սրտի հայկական հասարակությունը ես կասեի նույնիսկ հասարակության ինչ-որ մի հատվածը շատ վաղուց ունի անիրատեսական պատկերացումներ աշխարհի մասին եւ հասարակության այդ հատվածի պատկերացումներով եթե մենք առաջնորդվենք Հայաստանը վաղուց գոյություն չէր ունենա եւ մենք ցավոք սրտի որոշ ժամանակ առաջնորդվում էինք այդ պատկերացումներով, դա բերեց 20 թվականի պատերազմին, Արցախի կորուստին եւ դրա հետ կապված բոլոր ողբերգական իրադարձություններին։ Դրա համար հիմա ժամանակն է, որպեսզի մենք պրագմատիկ մոտենանք։ Իհարկե, այստեղ վտանգ կա, որ ներկա կառավարության այս պրագմատիկ քայլերը ըմբռնում չեն գտնի հասարակության մեջ եւ օրինակ հաջորդ ընտրություններում կգա ինչ-որ պոպուլիստական ուժ իշխանության, որը կդադարեցնի այդ ամեն ինչը, բայց ես կարծում եմ, որ Անտալիա գնալը այդ այն քայլը չի, որը կարող է ինչ-որ ազդեցություն ունենա ընտրությունների վրա, հա, այսինքն ասենք այդ սահմանադրական հանրակրվեջի, սա ընդհանրապես դիվանագիտական քայլ է, որի մասին շատ քչերն են մեծ հաշվով իմանում, իսկ վնասը շատ ավելի մեծ կարող է լինել, հա, եթե չգնան Անտալիա, դա արդեն դեմարշ է։ Չգնալու վնասը։ Չգնալը դա դեմարշ է, գնալը դա դրական քայլ է, հիմա կարող է այնտեղ ինչ-որ օգտակար հանդիպումներ ունենան, կարող է զուտ ձևական հանդիպումներ ունենան, ուղղակի նստեն սուրճ խմեն իրար հետ, բայց նույնիսկ այդ նստել իրար հետ սուրճ խմելը արդեն իսկ դրական է։ Առավել եւս, որ ես կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը իրոք ինչ-որ չափով փոխվել է, իրատեսական սահմաններում, պարզավոր Թուրքիան հայամետ չի կարող լինել ու կմնա միշտ էլ Ադրբեջանամետ, բայց առնվազն պես ակտիվ, ագրեսիվ դիրքորոշումից Թուրքիան անցել է ավելի այսպես пассив դիտորդի եւ նույնիսկ ինչ որտեղ խաղարարի դերի, հա, այսօր, այսինքն ասում է, ճիշտ է ասում է, որ հա առանց Ադրբեջանի պայմանների մենք եթե չկատարվի մենք չենք բացի միակողմանիորեն սահմանը, բայց նաև Ադրբեջանին բազմիցս հորդորել է, որ ժամանակն է խաղաղության պայմանագիր կնքել եւ այլն եւ այլն։ Հաջորդ թեմային անդրադառնանք Թրամփի սակագները մոտ 70 երկրների Թրամփի հետ բանակցելու ցանկությունը եւ այսօրվա սկանդալային այդ Թրամփի ձևակերպումը, ես չեմ ուզում մեջբերեմ ձևակերպումը, բայց մեծ սկանդալ է բարձրացրել, որը ցույց է տալիս, այլ դուք ասեք, ինչ է ցույց տալիս, երբ որ Թրամփը ասում է, հա 70 երկիր եկել են եւ խնդրում են ինձ, ասում են մենք ամեն ինչ կանենք։
Դե գիտեք, Թրամփի մասին կարելի է ժամերով խոսել, որտեվ իրոք շատ բազմաթիվ թեմաներ է տալիս, մարդը կարողանում է միշտ լինել ուշադրության կենտրոնում, բայց ես կարծում եմ իրականությունը իրականում շատ պարզ է, հա, այսինքն նա անում է այն, ինչ ինքը միշտ ասում էր, որ կանի, ուղղակի վերլուծաբանները, լրագրողները եւ այլն մտածում էին, որ չէ, դե դժվար թե ինքը իրոք նման քայլեր անի, դա պարզապես դեմագոգիա է, պարզապես պոպուլիզմ է, նա ուղղակի դա ասում է, որպեսզի իրեն ընտրեն, բայց դե լուրջ քաղաքական գործիչը հասկանում է, որ նման բաներ անել չի կարելի։ Բայց նա լուրջ քաղաքական գործիչ չի, նա շոու բիզնեսի ներկայացուցիչ է, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրությունները դա շոու բիզնեսի ոլորտ են, մեծ հաշվով, դրա համար ընտրություններում նա փայլուն հաղթանակ տարավ։ Բայց ընտրություններում փայլուն հաղթանակ տանելուց հետո պետք է նաև կարողանալ երկիրը կառավարել։ Իսկ Թրամփը ոնց ասենք, որ հետո ինձ ԱՄՆ վիզա տրամադրեն, եթե պետք լինի, չմերժեն, հա, կամ չգիտեմ, դեպորտ չանեն, եթե ես այնտեղ հայտնվեմ, այսպես ասենք, մասնագետ չի որևէ ոլորտում, հա, դա էլի նորմալ է, շատ քաղաքական գործիչներ կան, ովքեր որևէ ոլորտում մասնագետ չեն։ Բայց Ռեյգանը, հա, օրինակ Ռեյգանի մասին ասում են, որ նա մի գիրք է կարդացել, մենակ դա Աստվածաշունչն է, չնայած էլի հարցը կարդացել էր թե չէ, Թրամփի մասին ասում են ինքն էլ է մի գիրք կարդացել, որ հենց իր գրած գիրքն է, բայց դա էլ հարց է ինքը կարդացել է թե չէ, որտեղ ուրիշ մարդ է իր փոխարեն գրել։ Բայց հասկանում եք Ռեյգանի նման գործիչները նրանք գոնե լսում էին մասնագետներին կամ լսում էին իրենց թիմի անդամներին, ովքեր իրենց հերթին լսում էին մասնագետներին, հա, եւ Ռեյգանը իրականում հենց ուժեղ քաղաքական գործիչ է, ոչ թե մասնագետն է, այլ այն մարդն է, որը կարող է ոչ մի բանի մասին ոչինչ չիմանա, բայց պետք եղած ժամանակ 1, 2, 3 մասնագետի լսելով հասկանա այդ խնդիրը ու ճիշտ որոշում ընդունի։ Այդ թակավորն ու նազիր վեզիրներն են։ Դե դա ցավոք սրտի հատկապես ավտորիտար համակարգում քաղաքական գործի ֆունկցիան դա է։ Բայց Թրամփը ինքը չի ուզում մասնագետներին լսի եւ նույնիսկ նրա շրջապատը մասնագետներին չի լսում, հա, այսինքն եթե Թրամփի շրջապատում լինեին մարդիկ, ովքեր փորձագետների հետ կապ ունենային եւ այդ փորձագետների վերլուծությունների արդյունքները բերեին Թրամփին տային, էլի լավ կլինի։ Առաջին նախագահության ժամանակ Թրամփը այդպես էր աշխատում։ Դրա համար առաջին նախագահության ժամանակ էլի կային ինչ-որ այսպես արմատական քայլեր, բայց ընդհանուր առմամբ այնպես ողբերգական բաներ տեղի չունեցան։ Իսկ հիմա Թրամփը այլևս չի վստահում այն մարդկանց, ովքեր առաջին նախագահության ժամանակ ապահովում էին շատ թե քիչ ինչ-որ կայուն քաղաքական գիծ, այն մարդիկ Թրամփի շրջապատում, ովքեր բավական լուրջ քաղաքական գործիչներ են, նրանք գերադասում են Թրամփին չհակադարձել եւ ամեն ինչի հետ համաձայնվել, հա, օրինակ J.D. Vance-ը, փոխնախագահը կամ Մարկո Ռուբիոն, պետքարտուղարը, նրանք բավական լուրջ քաղաքական գործիչներ են, գուցե նրանք փորձագետ չեն, բայց նրանք հաստատ այն մարդկանցից են, ովքեր փորձագետների հետ շփվում են, հա, կամ գոնե հասկանում են փորձագիտության կարևորությունը։ Բայց նրանք չեն առարկում Թրամփին, որովհետև Թրամփը չի սիրում, որ իրեն առարկում են։ Հա, եւ նրանք հասկանում են, հաշվի առնելով Թրամփի նախորդ նախագահության փորձը, նրանք հասկանում են, որ եթե նրանք շատ առարկեն Թրամփին, Թրամփը իրանցից կազատվի։ Դրա համար Թրամփը անում է այն ինչ ուզում է եւ այն խնդիրները, որը Թրամփը դնում է, շատերը կարող է համաձայնվեն տնտեսագետներից կամ փորձագետներից, որ իրոք այնտեղ խնդիր կա եւ պետք է դրանով զբաղվել։ Բայց այն ձևը, որով Թրամփը դրանով զբաղվում է, հա, կամ ընդհանրապես այն ամբողջ մոտեցումը, որը Թրամփը ունի, դա ես կարծում եմ բերելու է շատ պես դեստրուկտիվ հետևանքների եւ գուցե համաշխարհային զարգացման, ամբողջ մարդկության զարգացման համար հիմա պետք էր որ այդպիսի բան տեղի ունենա, հա։ Թրամփը ասում է ես բուժման process եմ։ Հա, բայց գիտեք ինքը մի քիչ ինձ հիշեցնում է այդ մահապարտ ահաբեկիչներին, հա, որ իրենք գնում են, իրենց պայթեցնում են, արդյունքում այդ խնդիրը լուծվում է, բայց իրենք էլ ընթացքում պայթում են, հա։ Հիմա ասենք Թրամփը ըստ էության Ամերիկայի երկարաժամկետ շահերը շատ լուրջ վտանգի է ենթարկում, որովհետև նույնիսկ եթե ինքը այդ տարիֆների արդյունքում ինչ-որ մի երկիր գա եւ համաձայնվի ինչ-որ խնդիրներում Թրամփին ընդառաջ գնա եւ այլն, որը էլի այնպես չի որ դա հաստատ տեղի կունենա, հաստատ ինչ-որ երկրներ չեն համաձայնվի, ինչ-որ երկրներ կխաբեն նրան, ինչ-որ երկրների պարագայում այդ process-ը անվերջ կտևի, բայց նույնիսկ եթե ինքը ինչ-որ կարճաժամկետ արդյունքների հասնի, որը էլի հաստատ չի, հա, վստահությունը Ամերիկայի հանդեպ կվերանա, հա, որովհետև մինչև հիմա Ամերիկան իրականում տեսեք, այստեղ հետաքրքիր բան կա, էլի, ասենք
Թրամփը եւ իր կողմնակիցները ամբողջ ժամանակ ասում են, որ այ Ամերիկային խաբել են, Ամերիկայի հաշվին մարդիկ ապրել են, իրականում ընդհակառակը Ամերիկան շատ ձեռնտու դիրք ուներ համաշխարհային տնտեսության մեջ։ Այո, ապրանքներ Ամերիկայում չէին արտադրվում կամ քիչ էին արտադրվում, բայց նրանց քաղաքականությունն էր, որտեղ նրանք հարուստ էին, նրանք պատրաստ չէին գնալ, ասենք 8 ժամ կանգնել գործարանում այդ բանի կարի մեքենայի մոտ ու ասենք ինչ-որ շորեր կարել, կամ քիմիական արտանետումներ նրանք դրա փոխարեն Ամերիկան աշխարհի ֆինանսական համակարգի կենտրոնն էր, դոլարը համաշխարհային արժույթն էր եւ այլն, այնտեղ շատ դետալներ կան, ու այդ ամբողջ փողը հոսում էր ԱՄՆ-ը։ Ուրիշ հարց, որ ԱՄՆ-ում գոյություն ունի կապիտալիստական շատ այսպես անհավասար համակարգ, ի տարբերություն Եվրոպայի, որտեղ այդ փողը բաշխվում է, Ամերիկայում, կոպիտ ասած, այդ փողի մեծ մասը գնում էր հարուստներին, աղքատներին ոչինչ չէր հասնում։ Դրա համար աղքատները դժգոհ էին, որ ինչի այդ փողը մեզ չի հասնում։ Բայց Թրամփը ինքը պատրաստ չի հարուստներից այդ փողը վերցնի տա աղքատներին, հա, նրան որտեվ եւ հարուստներն են շատ հետաքրքիր դաշինք է Թրամփին բերել իշխանության։ Մի կողմից ամենահարուստները, հա, Իլոն Մասկը, մյուս այսպես ասած օլիգարխները, մյուս կողմից այն աղքատ մարդիկ, ովքեր, չգիտեմ, Օկլահոմա նահանգում գործարանում աշխատում էին, այդ գործարանը փակվեց, գործարանը տարան Վիետնամ ու դրա համար նրանք մնացին առանց աշխատանքի։ Եթե օրինակ կար Բերնի Սանդերսը, որը դեմոկրատական սոցիալիզմի կողմնակից էր, նա ասում էր, եկեք այդ կոպիտ ասած Իլոն Մասկից վերցնենք նրա փողի մի մասը, տանք այդ Օկլահոմա նահանգի աղքատ մարդկանց։ Հիմա Թրամփը չի ուզում վերցնի փողը Իլոն Մասկից, որտեղ Իլոն Մասկը նրա դաշնակիցն է։ Բայց մյուս կողմից Օկլահոմայի աղքատ մարդկանց փող է խոստացել, որտեղից վերցնել այդ փողը տարիֆներ։ Թող չինացիները տան։ Բայց նրանք հաշվի չեն առնում, հա, որ այդ չինացիները, եթե ասենք մինչև հիմա այդ օրինակ Make America Great Again այդ կեպկան կամ մայկան, ասենք $10 էր վաճառվում Չինաստանում սարքած, հիմա 104%-ով ինքը կվաճառվի $20 40 ցենտով։ Ու այդ նույն Օկլահոմայի աղքատ մարդը գուցե պետությունից ավելի շատ փող ստանա, բայց ինքը կգնա խանութ եւ այդ ինֆլյացիայի արդյունքում կտեսնի, որ այդ խանութում հա նա ավելի շատ փող է ծախսում, քան Բայդենի ժամանակ։ Դրա համար Թրամփի այս քաղաքականությունը ես կարծում եմ ի վերջո բերելու է շատ ծանր հետևանքների հենց ԱՄՆ-ի համար, ամբողջ աշխարհի համար, իհարկե, եւ անձամբ Թրամփի եւ նրա քաղաքական թիմի համար, բայց նա իր այդ այսպես ասած ահաբեկիչ, մահապարտ ահաբեկչի դերը կատարեց ամեն դեպքում եւ ես կարծում եմ, որ տնտեսական համակարգը համաշխարհային արդեն չի կարող վերադառնալ այն վիճակին, որում ինքը կար մինչև Թրամփի գալը։ Նա դրանում տեսնում է իր հաղթանակը, որ քանդել է եւ ոսկե դար է կարծեմ հրճակել համաշխարհային ուրեմն առևտրի եւ այդ առևտրական փոխհարաբերությունների մեջ։ Փորձենք տեսնել ինչ է ստացվելու երևի, թե որքանով է դա ոսկե դար եւ որքանով է արդարացված։ Դա երևի ժամանակը հա պետք է ցույց տա։ Հիմա բոլորը բողոքում են Իլոն Մասկն է անգամ դադարել լինել նրա խորհրդականը Նազիր Վեզիրը, հա։ Դե նրան այնտեղ բան եղավ, ուրեմն տեղական ընտրություններ կային Վիսկոնսին նահանգում, դատավոր պիտի ընտրեին եւ Իլոն Մասկը աջակցում էր մի հանրապետական տեխնացուի ու շատ փող էր ծախսել նրա վրա, բայց ընտրվեց դեմոկրատ տեխնացուն ու դա ցույց տվեց, որ արդեն Իլոն Մասկի աջակցությունը խանգարում է տեխնացուներին, այլ ոչ թե օգնում է։ Դրա համար այս խոսակցությունները սկսվեցին Իլոն Մասկին հեռացնելու մասին, բայց ես կարծում եմ, որ Իլոն Մասկը այդպես հեշտ չի հանձնվի եւ Թրամփի համար կարևոր է Իլոն Մասկի նման մարդու աջակցությունը, հա, որտեղ ինքը աշխարհի ամենահարուստ մարդն է եւ այլն։ Եվ ընդհանրապես Թրամփի թիմը ինքը ավելի շատ Թրամփի թիմը հասկանալու համար մենք կարող ենք նայել, ասենք, չեմ, Պուտինի թիմին կամ Լուկաշենկոին կամ Էրդողանին, քան թե դեմոկրատական արևմտյան երկրների քաղաքական կուսակցություններից։ Այնտեղ այդ ավտորիտար սկզբունքներն են գործում, անձնական նվիրվածություն եւ այլն, դրա համար ես կարծում եմ դեռ Իլոն Մասկը եւ նրա նմանները այնպես չի որ շատ վատ են նրանց գործերը, նրանք դեռ շատ կարող են երկար մնալ Թրամփի թիմում, եթե կարողանան Թրամփին անձնական, այսպես ասած, պահանջները բավարարել։ Ես շատ շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ էի զրուցում ես, Գայանե Առաքելյանս, բարին ձեզ։